Ողջույն բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 15-ն է և ես ուզում ներողություն խնդրեմ երեկվա հաղորդումը ուշ տեղադրելու համար։ Ինձ թվաց արդեն դրել եմ ժամը և ամեն ինչ պետք է լինի ճիշտ իր ժամանակին գնա եթեր, փաստորեն չգիտես ինչի ինտերնետը կախել էր և ես առավոտյան իմ մոտ առավոտյան միայն նկատում եմ, որ եթեր չի գնացել հաղորդումը, որի համար ձեր ներողամտությունն եմ հայցում, ես գիտեմ ինչ է նշանակում անպարտաճանաչությունը, երբ որ խոստացված բանը չի կատարվում։ Ներեցեք ինձ դրա համար։ Երևի հիշում եք, ես դեռ ապրիլ ամսին խոստացել եմ, որ ինչ էլ որ լինի հունիսի 7-ը, ինչ արդյունք էլ որ լինի, ամենայն հավանականությամբ դժվար թե դա արտահայտի մեր ցանկությունները, որոնք մենք ունենք ընտրությունների հետ կապված, եւ ես խոստացել եմ, որ մինչև հունիսի 7-ը ես ձեր հետ միասին մեր ամբողջ ռեսուրսներով կաջակցենք բոլոր ընթերցողներին, որոնք կան անդիմադիր դաշտում, որպեսզի նրանք կարողանան ինչ-որ փոփոխություններ մտցնել։ Բայց հիմա ունենք այնինչ ունենք, ամեն մեկը ստացավ իր բաժինը, չգիտեմ, մեկը բավարարված է, մյուսը գուցե բավարարված չի, բայց փաստն այն է, որ մոտավորապես 1.2 միլիոն ձայնով, մոտավորապես եմ ասում, խախտումներն են մեջը, հա։ Մարդիկ տեղավորվեցին ազգային ժողովում եւ չգիտեմ դուք որքան եք այդ գոհի աշխատանքներից, որքան ոչ, ինձ համար մի բան միանշանակ, որ այս ազգային ժողովը շարունակում է նույն տրադիցիաները, նույն ավանդույթներով, նույնը լսելու ենք լավագույն դեպքում 5 տարի, չներողություն վատագույն դեպքում 5 տարի, կամ չգիտեմ, գոնե լավագույն դեպքում, եթե մենք 5 տարի եւս այս պետականություն ունենանք, որի ես այդքան լավատես չեմ։ Եվ ես խոստացել եմ, որ հունիսի 7-ից հետո մենք սկսելու ենք մեր շարժումը, որը ինքն է առաջարկելու եւ ծրագիր, եւ վարչապետի տեխնացուներ, եւ կաբինետ, ոչ թե գալու է մի վարչապետի տեխնացու ասի ընտրեք ինձ ամեն ինչ լավ է լինելու, չէ։ Ընտրազանգված, որը գիտի ինչ է ուզում, պետք է դաստիարակեք այս ընթացքում 100 հազարներով, հարյուրավոր հազարներով, որը կընտրի իր վարչապետի տեխնացուին եւ կբերի իշխանության։ Եվ այդ process-ին կմասնակցի ամբողջ Սփյուռքը։ Եվ այսպես շարժումը քիչ-քիչ զարգանում է, մենք արդեն ունենք կայք, ովքեր ուզում են գրանցվել, կարող են ուղղակի գտնել selfrecognition.org կամ հայերեն ինքնաճանաչում.com, .com արդեն անգլերեն, որը որ հավաքեք, գալու է կանգնի մեր կայքի վրա։ Սրանք մեր անդամներն են, որտեղ դուք գտնեք բոլորին, ով հետաքրքիր է կենսագրություններով ամեն ինչով։ Մենք ունենք ավականի, դեռ ոչ ամբողջ ցանկն այստեղ, ավականի ամբողջ աշխարհից ունենք ավականի ներկայացիչ Ռուսաստանից, Հայաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Կանադայից, Լյուքսեմբուրգից, Գերմանիայից, Մեքսիկայից, մասնագետներ, քաղաքական գործիչներ, երիտասարդ մասնագետներ տարբեր ոլորտներից, դեռ շարքը ավականու ընդլայնվելու է։ Գտեք, ես link անպայման կդնեմ տակը։ Սեղմեք, բաժանորդագրվեք, գրանցվեք որպես անդամ կամ աջակից, չգիտեմ, դեռ ոնց է տրված, եւ փորձենք փրկել մեր երկիրը։ Ես ոչ մի տեղից օգնություն չեմ սպասում, քաղաքական ոչ մի ուժից ոչ մի առանձնապես ակնկալիք չունեմ։ 1000 մի առիթ կարող է լինի Հայաստանում դրա համար ակնկալիք չունենալու, սկսած ռեսուրսների պակասից մինչև տերոր, քաղաքական տերոր, որը սահմանափակում է շատ քաղաքական գործիչների եւ կառույցների ազատ գործունեության եւ արդյունավետ գործունեության համար։ Դրա համար ստեղծված է հարթակը, այն որում մեր ավականում կան նաև կուսակցականներ, կուսակցությունների առաջնորդներ, հա, կուսակցությունների առաջնորդներ կան, որովհետեւ սա կուսակցություն չի շարժումը։ Վերջում մենք այս մեր ամբողջ ռեսուրսից կընտրենք այդ մարդուն, մենք մեր մեջ, որին կասենք դու մեր տեխնացուն ես, այս ծրագիրն է իրականացու եւ որ պահին չես իրականացնի հրաժարվես։ Որն է լինելու այդտեղին դերը ձեր մեր հետ միասին, մենք բոլորս ինչ ենք անելու, վերահսկողություն։ Ես կլինեմ գլխավոր պատասխանատուն այս ամեն ինչին եւ ում մենք որոշենք, որ նա է լինելու մեր տեխնացուն, ես կրելու եմ անձամբ պատասխանատվություն ամբողջ գործընթացի համար։ Ինչպես հասկացաք, վարչապետի տեխնացու ես չեմ անում սա իմ համար, սա անում ենք մեր համար։ Եվ սա տեսնելով կուսակցական առաջնորդները շատ բարձ հասկանալով, որ սա մի կուսակցություն չի, որը ինչ որ մեկին է ֆետիշացնելու,
Մեր շարժման մեջ նաև ավականիում կան այդ պատճառով նաև կուսակցության առաջնորդներ։ Սա պետք է լինի հսկայական հարթակ, այն հարթակը, որը միավորել է Սփյուռքին եւ Հայաստանի այն մարդկանց, որոնց համար Հայաստանը դեռ մեռած տարածք չի, եւ որոնք ապրելով Սփյուռքում եւ Հայաստանում դեռ բարոյապես չեն մեռել։ Ինչպես կասեց Դժդերը, թող մնա նրանք, ովքեր բարոյապես չեն մեռել։ Եվ այսպես, ինչպես տեսնում եք, Արթուր Արմին, Արմեն Մարտիրոսյան, Գյորգի Անտոնով Միրզախանյան, Լիան Աղաբեկյան, երիտասարդ բանկեր Լյուքսեմբուրգից, Մելիք Ստեփանյան, IT ոլորտի մասնագետ, Columbia University, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Պաուլ Հարիկյան, ես եւ էլի ընկերներ, որոնց այս պահին ինֆորմացիա չկա դրված դեռ, բայց ընդ որում շարքը երկարանալու է, մեծանալու է, կներեք, մենք ունենք արդեն Եվրոպայում քաղաքներում, տարբեր քաղաքներում արդեն տեղի մեր ներկայացուցիչները, եւ Ռուսաստանում, եւ Եվրոպայում, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նրանք ովքեր պատրաստ են լինել մեր ներկայացուցիչները, գրեք ինձ կամ կոմենտներում, կամ ուղիղ Facebook-ում, ես ամենտեղ հասանելի եմ։ Իմ համարը կա ներքևում գրած WhatsApp, կարող եք գրել WhatsApp-ին։ Ազնիվ խոսք չանենք մենք, ոչ մեկ չի անելու։ Նույնիսկ այն փոքրատիվ ուժերը, որ դեռ կան Հայաստանում, որոնք կարող է ուզում են ինչ-որ մի բան անեն, նրանք չունեն այդ ռեսուրսները։ Նրանք մեր կարիքն ունեն, մեր բոլորի։ Այն մարդկանց, ովքեր Սփյուռքում ապրում են ավելի անկախ վիճակում, ֆինանսապես, հոգեպես, նրանց չեն կարող Փաշինյան Նիկոլի, կարմիր բերետավորները գալ, ասել դուք ձերբակալված եք, ոնց որ Ծառուկյանին կամ չգիտեմ մնացածին են գալիս ան։ Մի խոսքով։ Կամ դուք այլևս չեք աշխատում համալսարանում կամ դպրոցում կամ թաղապետանում, որովհետև դուք ընդդիմադիր հայացքներ ունեք։ Հասկանում եք, որ այս վտանգը չի սպառնում Սփյուռքում ապրողներին, եւ վերջապես Սփյուռքը կդառնա ընտրող։ Այս ֆորմատի մեջ Սփյուռքը դառնում է ընտրող։ Ճիշտ է, քվեարկելու է Հայաստանի քաղաքացին, Հայաստանի բնակիչ է, բայց Սփյուռքը դառնում է ընտրող, որովհետև ինքը մասնակցում է իր ակտիվությամբ, իր ներկայացուցությամբ, իր խորհուրդներով, իր աջակցությամբ այս ամբողջ մեծ process-ին։ Սա էլ կդառնա Սփյուռք Հայաստան կապող այն հարթակը, որը հույսով եմ մենք կկարողանանք բերել հաղթական ավարտին։ Իսկ հաղթական ավարտը դա կարող լինի 6 ամիս հետո, 1 տարի հետո, 2 տարի հետո։ Մենք ոչ մեկս չգիտենք Փաշինյան Նիկոլի այս կառավարություն ինչքան կարող է դեռ գոյությունը քաշ տա այս վիճակին։ Եվ բոլորին նրանց, ովքեր ուզում են հետևեն հաղորդումներին, դու կարող եք հետևել Patreon-ում մեզ, օգտակար լինել Patreon-ով, օգտակար լինել ձեր մեկ անգամյան նվիրատվություններով, այն ինչ որ կա, լինքերը ներքևում են բոլոր։ Շնորհակալ ենք բոլոր տեսակի աջակցություններին։ Իմիջիալոց ասեմ, քանի որ ես այս ծրագրի մասին առաջին անգամ խոսել եմ Լոս Անջելեսում ապրիլին եւ այս շարժման մեկնարկը կտանք նաեւ Լոս Անջելեսի սեպտեմբերի օրը դեռ կասեմ, բայց լինելու է գրանցված շարժում, գրանցված, որ հանկարծ ոչ մեկ չմտածի, որ կարելի է ինչ-որ մի ձևով խանգարել մեզ։ Քաղաքական են դառը, քաղցր, բոլոր հաջողված, չհաջողված փորձերը, որ մենք ունենք, ծառայելի է հօգուտ մեզ։ Մենք լինելու ենք մաքսիմում անխոցելի բոլոր տեսակի թշնամիների համար, դրսից, ներսից, կողքից, վերևից, տակից։ Չփորձեք միջամտել, չի ստացվելու այս անգամ։ Այս հայտարարությունով եմ ուզում սկսել։ Թուրքիան դադարեցնում է ռուսական փաստորեն նավթի գնումը Սև ծովի տակում, որովհետև Ուկրաինան սկսել է ակտիվ խփել այդ նավթատարներին եւ Թուրքիան փաստորեն հայտարարում է, որ այս ամբողջ ընթացքում գնել է ռուսական նավթ, մեկ թքած ունենալով հենց հենց իր ամենամտերիմ, ամենամոտ ռազմական դաշնակիցների սանկցիաների վրա։ Եվ երկրորդ, այս հայտարարության հետ մի զուգահեռ հայտարարություն հնչեց J.D. Vance-ի կողմից, որ ինձ չեք պատկերացնում ինչ արեց, հիմա նույնը երևի ձեզ անել։ Ուկրաինան խփում էր Նավառոսիյսկի Ցորենի պահեսների նաև, ոչ միայն այդ նավթատարին, այլ նաև Ցորենի պահեսներին։ Այս նավթատարին խփելուց հետո մի անգամից J.D. Vance-ը դուրս ագալի հայտարարում է, որ ինքը շատ անհանգստացած է Ուկրաինայի գործողություններից։
Այ քեզ բան, ինչի, որովհետև այդ նավթատարներով է գնում ոչ միայն ռուսական նավթը, որը վերջում դառնում է նաև ղազախական նավթ, այսինքն գնում է ռուսական նավթը, բայց այդ նավթի փաստորեն օգուտ քաղողը շահառուն ոչ միայն Ռուսաստանն է, դեռ կա երկու եւս գտել եմ, ոչ չմոռանամ, երկու եւս մեծ ընկերություններ, Chevron եւ Exxon Mobil, որոնց տնօրենները այդքան էլ երջանիկ չեն այդ հարվածների համար եւ զգուշացնում են, որ Ուկրաինան չհարվածի, Ուկրաինան խելոք լսում է ու չի հարվածում։ Փաստորեն, այս ամբողջ 4.5 տարի արգելվել է Ուկրաինային խփել ռուսական նավթատարներին, այսինքն որովհետև Exxon Mobil-ն ու Chevron-ը, իմ ջերմոց Chevron-ը անմիջապես կապ ունի Թրամփի հետ, արգելված է դրանց խփել, որովհետև ամերիկյան կամպանիաները դրա մեջ փայ ունեն։ Մի կողմից սանկցիաները ռուսական նավթի վրա, մյուս կողմից այդ նավթը փաստորեն նայել իրանցն է, գնում է, վաճառվում է, մի մասը գալիս է Ռուսաստանին, մյուս գալիս է գնում է իրենց գրպանը։ Ինչ է ստացվում։ Նավթից փայ ունեն, նավթից զենքը գնում է Ռուսաստան, Ռուսաստանը խփում է Ուկրաինային, Ուկրաինային զենքը վաճառում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ դա ինչ է նշանակում, աշխատում է ամբողջ ՎՊԿ-ն, այդ զենք արտադրող ընկերությունները, որը էլ իրանք կա, այսինքն այս ամբողջ պատերազմի վրա նավթ վաճառել, զենք վաճառել, օգնություն տալ, օգնության փողերը հետո հետ գնալով շռային գոտիներ դիություն անում ամբողջ թափով նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ես գիտեք ինչ հիշեցի։ 44 օր մենք պնդում էինք, խնդրում էինք, հուշում էինք, խփեք Բաքու Ջեհյանին, խփեք։ Եվ մեր կողմից ոչ մի հարված։ Ավելի քան համոզված եմ, որ նման մի զանգ ստացել է նաև Նիկոլ Փաշինյանը կամ ով որ պետք է խփի, որ այդ մենը։ Ճիշտ ասենք, Ադրբեջանն է դա փոխստանում, բայց մենք էլ դա փոխանցում։ Եվ աստորեն Բաքու Ջեհյանը նույնպես մնաց անհասանելի, անխոցելի։ Եվ դրա դիմաց սպանվում էին մեր երիտասարդները։ Նորից կրկնեմ, ում համար դեռ կասկածելի է, թե ինչ եմ հայտարարում Զելենսկուն եւ Փաշինյան Նիկոլին նաև ռազմական հանցագործներ, բացի ամեն ինչից։ Որովհետեւ այս ամբողջ ընթացքում նրանք այս խաղի կանոնները ճակերտավոր ասած պահպանելով եւ համաձայնելով օգնել են այս պատերազմի երկարաձգելուն, փոխադարձ շահավետ ֆինանսական միջավայր ստեղծելով, որի դիմաց վճարել են բոլորը ես կյանքով եւ Հայաստանում եւ Ուկրաինայում։ Հիմա գանք Հայաստան։ Հիշում եք երևի 3 չառաջորը Էդգար Ղազարյանի ելույթը, որտեղ ինքը շատ հուզված պատմում էր մի երիտասարդի մասին։ Այս երիտասարդի մասին է խոսքը հենց։ Ով է Էդգար Ղազարյան, Աղաջան Ջանոյանը։ Աղաջան Ջանոյանը ասում է ներողություն։ Աղաջան Ջանոյանը պարզապես անուն չի 2002 թվականին ծնված երիտասարդ։ Ապագա ստոմատոլոգ, կարգապահ խելացի համեստ ընկերասեր նամբանակ է զորակոչվել ամառը, երազում էր վերադառնալ շարունակել ուսումը դառնալ բժիշկ։ ԵՊ-ն այսօր էլ նրա մասին գրում է որպես մերօրյա հերոսի, բայց չվերադարձավ։ Աղաջանյանը զոհվեց ներքին հողաթաղու մալքի պայթյունից։ Նման հազարավոր տղաներ դուրս էին գալիս, դուրս ուղղակի ավտոբուսներով տանում էին, հիշում եք այդ ավտոբուսների գույները, դեղին կարմիր, ուղիղ թիրախ, ընտիր թիրախ, երեխեքը վառվում, հարվածում, ոչնչացում են հենց ավտոբուսների մեջ։ Բազմաթիվ այդպես օրինակներ։ Միջև այդ հարցին ոչ մեկ չի պատասխանել։ Այդ ինչի են երեխեք այդ ավտոյով տանում, գույներով այտենց վառվռուն, ինչա, բանակը չուներ տրանսպորտ, եւ մենք բանակ չունեինք, իհարկե ունեինք,
բայց բանակը պետք է չխառնվեր, բանակի տրանսպորտը պետք է չխառնվեր եւ երեխաներին այդ վառբռուն շոշողան գույներում որ հեշտ լիներ, հեշտ երևա մի անգամից, որ խնդիր չլիներ, մի անգամից մի հալված 30, 30, 40 երեխա չկա, զինվոր չկա։ Այս երեխեքի մասին էր պատմում Էդգար Ղազարյան, որոնք հետո սենց բերեցին, լցվեցին նկուղներում բորբոսնած այսպես պարկերի մեջ, բայց միևնույն ժամանակ երկար պահվելով Սպայկայի սառնարաններում, Սպայկայի, որը ՔՊ-ի հուսալի գործընկերներից է, առայսօր սա մասին էր խոսում Էդգար Ղազարյանը եւ միամտաբար եւ պատահաբար կամ գուցե դաստիարակությունից ելնելով ընդամենը իրենց ասեց սրիկա, ընդամենը կարող է, չէ՞ ասել իրանք ով են, եւ դա կլիներ ամբողջական ճշմարտություն։ Ես ցերեկը մի հատ փոքրիկ հաղորդում անել մեզ այս մասին։ Ես առաջարկում եմ ամբողջ ովքեր կլինեն երբևէ ընթալվող ԿՊ-ի հետ, ես պետք չի սրիկա ասել։ Դուք չեք կարող բնորոշել նրանց բովանդակությունը ընդամենը ասելով սրիկա, որից իրանք ներվել են։ Դուք իրանք ասեք Նիկոլ։ Ոչ թե Շունուշանգյալ, ոչ թե Բոշա, մի ասեք իրանք երբևէ իրանք կզացնելու եք դա մենակ իրանք վարդաճիվաղի մենաշնորհն է, հա, ինչ որ մեկին կզցնելը, հա, Բոշա ասելը։ Իղսկով։ Մի ասեք իրանք։ Ոչ մի բան։ Ասեք մենակ Նիկոլ։ Դուք վստահ եք, որ իրանք դնելու եք շատ հետաքրքիր վիճակի մեջ։ Չէ՞ որ իրանք գիտեն ինչ է նշանակում Նիկոլ։ Նիկոլ դա մի համապարփակ երևույթ է, ինքը մարդ չի, ինքը երևույթ է, որովհետև ոչ մի մարդու մեջ այսքան բան հնարավոր չի ներդնել, համատեղել, սա երևույթ է, որը միանգամից բնորոշում է անհնարինը, ստորագույնը, նվաստագույնը, չկա տենց, այն էլ հայրենի մեջ, մենք հայրենում ունենք գովաբանական խոսքեր, հա, տիեզերական մասշտաբի, բայց հայրենը նախատեսված չի Նիկոլ բնութագրելու համար։ Դա չի էլի, մենք չենք ունեցել կարգի ոչ մի բան։ Դրա համար այս պարագայում հայրենը մի քիչ աղքատ է։ Դուք ասեք Նիկոլ, ոչ մեկին մի ասեք սրիկա, ասեք դուք բոլորդ Նիկոլ եք ու սպասեք ռեակցիաների։ Դուք հետաքրքիր բաներ եք տեսնելու։ Ասեք։ Եվ ամենակարևորը, ես այսօր հասկացա հերթական անգամ, որ մենք չենք հասկանում դա ինչա կատարվում։ Մի հատ լսենք լսի։ Մի հատ ուղղակի սա լսենք, հետո խոսենք, էլի։ Մի հատ սերիկայի ուղարկում եք ստեղ, գալիս է մի ամբողջ խմբակցությամբ վիրավորում է, հետո տանում փափուկ տեղավորում եք ձեր աշխատասենյակում, ընդունում եք, որ սխալ է արել, բայց չեք բարեհաճում, դրա համար գաք ու ստեղից ներողություն խնդրեք։ Այդ որ խոստումն եք էլի կատարել, հələ մի հատ կասեք հասկանամ։ Ահա, ասեք, որ ինքը հասկանա։ Ասեք, որ ինքը հասկանա, ես ինչ ասեմ, սա որ տեսնեք։ Ասեք, գիտեք, չէ՞ որ Նիկոլա Հավերժի։ Գիտեք, չէ՞ որ այս հողող տալու համար օրա գալու, ժամա գալու, ամեն ինչ տեղը գալու է։ Հիմա ասելիքս որն է, ինչու մենք չենք հասկանում ինչա կատարվում։ 5 տարի այս ամեն ինչը տեսել ենք։ 5 տարի։ Մեր երկիրը կանգնած է ամենախայտարակ տնտեսական, քաղաքական, էներգետիկ արդեն բոլոր տեսակի ռազմական վտանգների տակ։ Ու ստեղ այս տոնով ասում եմ դուք ձեր ոչ մի խոստումը չեք կատարել։ Ասում եմ մեկը, որը 21-ին խոսքեր տվել անջատում հանուն խաղաղության Արցախ հադրութ հետ բերել եւ Արցախն էլ վաճառեցին հադրութներ հետը եւ խորհրդարանում մեծ մասի ոչ չկա։ Ես որ ասում եմ սրանք ով են ընդդիմություն բանոյի իշխանությունով հանդերձ, մարդիկ կան որ մեղվում են, գիտեք ինչի համար։ Ասում են ախր ես իրան ճանաչում եմ, այն ընկերոջ ինքը լավն է, վատն է, չէ, կարող լավն է ինքը, լավ հայր է, լավ ընկեր է։ Ես հասկանում եմ, կարող են լինել։ Կարող են լինել։ Ես ոչ մի անձնական բան չունեմ հետաքրքրություն, սա տեսնում եք։ Սա տեսնում եք, սա փոխանցիկ կարմիր դրոշն է, փոխանցիկ կարմիր դրոշը, որի համար Փաշազադեն է, հոգևորական, հա։ Բայց կարող ասենք ինքը մեկի համար լավ ընկեր է։
կպեկ։ Լավ ընկեր է կարող ինքը լավ ասորել է դպրոցում կամ սա մանկապարտեզում լավ նայել։ Հասկացեք, այստեղ քաղաքական գնահատական եմ տալի։ Ոչ անցյալ, ոչ ներկա, ոչ անձնական կյանք, ով այդ երբ ոնց բացարձակապես գնահատականը բացառապես քաղաքական է։ Եվ ինչ որ կատարվում է հիմա բանում խորհրդարանում, դա քաղաքական սաբոտաժ է երկրի նկատմամբ եւ իշխանության եւ ընդդիմության կողմից։ Սաբոտաժ։ Այս մասին ես չեմ ուզում շատ խոսամ, ուզում եմ անգամից լսենք Էդմոնին։ Ինքը այնքան որ լավն է ասում, դուք պատկերացեք այնքան լավ ասում, ես որ Էդմոն Մանուկյանն եմ տարածում։ Դա լսենք էլի, մարդը աշխատանք կատարել, փաստերով խոսում է էլի, ճիշտ է էլի, ճիշտ է։ Ինչ է բուն թեմային ասել, ուզում եմ ցույց տամ, թե ինչ արհավիրք է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ձևավորել։ Սա մեր ազգային ժողովն է, հանայք։ Հիմա մի հատ անուն ազգանում տամ եւ դուք խառնվեք իրար։ Դմդմփու արեք կաթողիկոսի անունը լսելուց, դա է մակարդակը։ Էդ եք դուք, էդ։ Որտորում եմ մնալ օրակարգի սահմաններում։ Այսինքն հաստատում եք, որ կտրիչ Ներսիսյանը զավակ ունի, էդ է ձեր։ Ուրեմն Հայաստանը կանգնած է այնպիսի մարտահրավերների առաջ, որ ուղղակի, չգիտեմ, էլի շատ բարդ խնդիրների առաջ ենք մենք կանգնած, բայց Հայաստանի Հանրապետության խորհրդարանը, որը ձևավորել է մեր ժողովուրդը, եւ թող ոչ ոք չփորձի խուսափել այդ պատասխանատվությունից, որ ձևավորել է այս խորհրդարանը, զբաղված է կաթողիկոսի անունը տալով, սեղաններին խփելով, ծապ տալով, բան եւ Հայաստանի Հանրապետության մարտահրավերների վերաբերյալ որևէ խոսակցություն չկա։ Ուտեղ, ինչպես միշտ, առաջ է գալիս Իլհամ Ալիևը, որի մասին ես շատ եմ խոսել, այն իմաստով նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունը անցել է կառավարման Ադրբեջանի կողմից։ Մեր ներքին կյանքը, մեր արտաքին քաղաքականությունը, մեր որոշումները, որոնք ինքնիշխան պետք է լինեին, տոտալ անցել են ադրբեջանական կառավարման տակ։ Հիմա տեսեք ինչ է ասում Ալիևը, շատ հանգիստ պետք է սա լսել եւ Զենգեզուր էլեկտրիկ դահլիզի üçün։ Իլհամ Ալիևը կարծում է ադրբեջանական հոստանք գնելով Հայաստանը կարող է դիմակայել էներգետիկ ենթադրյալ ճգնաժամին։ Երկար պատմելով այն մասին, որ իրենց էներգետիկ նախագծերը կգերազանցեն Նախիջևանի կարիքները, Ադրբեջանի նախագահը երեք խոսեց նաեւ մեծ ծավալներով էլեկտրաէներգիայի արտահանման ծրագրերից Հայաստանի տարածքով ու նաեւ Հայաստան։ Ալիևը հայտարարում է Հայաստանի տարածքով Ադրբեջանից Նախիջևան էլեկտրահաղորդման նախագիծը պատրաստ է։ Իրականացման համար առավելագույնը 6 ամիս կպահանջվի։ Հույս ունի Երևանը չի ձգձգի։ Բելե yarımstansiyalara Մեր մասնագետների կողմից Հայաստանի տարածքում անցկացված վերլուծության արդյունքում նույնիսկ որոշ Նախ ադրբեջանական մասնագետներն եկել Հայաստանի տարածք, վերլուծություններ են արել, որոշել են թե որտեղ պետք է տեղադրեն էլեկտրական սյուները։ Բան մենք տեղյակ չենք, բացարձակապես ոչ մի կերպ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մեզ չեն տեղեկացրել, եւ Հայաստանը կառավարող Ալիևը տեղեկացնում է մեզ, որ մասնագետներ են ուղարկել, այս հարցերը քննարկում ենք բան։ Մյուս բանը, որ Ալիևը ասում է, մեզ ասում է, որ Հայաստանը էներգետիկ ճգնաժամ պետք է ունենա։ Նայեք, Հայաստանում էներգետիկ ճգնաժամ չկա։ Հայաստանը ոչ միայն ինքնաբավ երկիր է էներգետիկայի իմաստով, այլ նաև Հայաստանը էներգետիկ սպառողից նաև արտադրող է հիմա։ Այսինքն ինքը ոչ միայն արտադրում է, սպառում է, նաև վաճառում է, էներգիա տրամադրում։ Հիմա մեզ էներգիա վաճառող երկրին ասում է, որ մենք ունենք էներգետիկ ճգնաժամի խնդրեմ։ Ճգնաժամ ենք մենք ունենալու, Ալիևն է ասում։ Ինչու ենք մենք ունենալու ճգնաժամ, շարունակեմ։ Ել են այն վայրերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրասյուները։ Առաջին հերթին իրենք կարող են դրա կարիքն ունենալ, քանի որ այսօր նրանց էներգիայի հիմնական աղբյուրն ատոմակայանն է, որի կառավարումը նրանց ձեռքում չէ։ Քանի շահագործման ժամկետի երկարաձգումը չի կարող անվերջ գործընթաց լինել։ Վաղ Յոպե, այս հարցին ոչ ոք չի անդրադառնում։ Ալիևն ասում է, քանի որ իրենց էներգիայի միակ աղբյուրը, հիմնական աղբյուրը ատոմակայանն է, եւ դրա կառավարումը իրենց ձեռքում չէ, ու միտքը շարունակվում է, ոչ ոք չի արձագանքում, էլի որ մի րոպե է, բայց այսինչ սուտ է մեր ժողովրդին մատուցվում։ Հայաստանի Հանրապետության ատոմակայանը կառավարվում է Հայաստանի Հանրապետության կողմից։ Հայաստանի Հանրապետության ատոմակայանի տնօրենը Հայաստանի Հանրապետության ԱԱԾ նախկին տնօրենն է, որը նշանակվել է համապատասխան ընթացակարգերով, եթե չեմ սխալվում, էներգետիկայի նախարարություն դե չունենք, մեզ մի մեծ ապուշություն էր, որ ժամանակին լուծարվեց էներգետիկայի նախարարությունը, հետո որ հետ եմ նայում, երևի արվել է, որ ապագայում Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանը ենթարկվի ամբողջությամբ մեր էներգոհամակարգը, այդ ժամանակին մենք կռիվ ենք տալիս պարլամենտում, որ ինչի եք լուծարում էներգետիկայի նախարարությունը, որքանով որ ինձ է հայտնի, լուծարվելուց հետո այդ բլոկը տեղակայվել է էկոնոմիկայի նախարարության մեջ։ Եվ այս
այդ ընթացակարգերի ատոմակայան ունի տնօրեն։ Այսինքն Հայաստանի Հանրապետության ատոմակայանը կառավարվում է ինքնիշխան Հայաստանի Հանրապետության կողմից։ Ալիևը ասում է, իրանց կողմից չի կառավարվում։ Շարունակենք, ինքն է որոշել, ինքը տենց է որոշել։ Տենց Հայաստանի ժողովրդին ինքը այդպես է մատուցում։ Գնաց։ Թե ուշ այն պետք է փակվի։ Բնականաբար, եթե այն փակվի, Հայաստանը կընկղմի էներգետիկ հիակատար ճգնաժամի մեջ։ Վաղ թե ուշ այն պետք է փակվի, դե որ պետքա փակվի, նայեք, հերթականությամբ, այսինքն ինքը որոշում ար պետքա փակվի, հետո որոշում ար պետքա փակվի, մենք պետք է կանգնենք էներգետիկ ճգնաժամի մեջ, դե որ պետքա փակվի, պետք է կանգնենք էներգետիկ ճգնաժամի մեջ, պետքա իրանցից էլեկտրաէներգիա գնենք։ Հասկանում եք, մենք ով ենք։ Մենք զուտ ադրբեջանական ապրանք, ադրբեջանական տոկ, ադրբեջանական գազ սպառողներ ենք դառնալու ապագայում։ Սա Ալիևի տեսլականը մեր մասին։ Տեվաբար էներգիայի լրացուցիչ Ավելացնեմ, որ երբ ինքը ուզենա, մենք դա սպառելու ենք։ Եթե ինքը չուզեցավ, դա չեն կարող սպառել։ աղբյուրը միայն օգուտ կարող է բերել։ Այո, միանշանակ եւ աներկբա Այո։ Այս մեր վարչապետն է։ միանալու են իրար։ Վարչապետ Փաշինյանը տարեսկզբին էր խոսել երկու երկրների էներգետիկ համակարգերի միացման մասին, բայց գործնական քայլերի մասին դրանից հետո չի հաղորդել։ Ես ուզում տեսնեմ այն մարդու աչքերը, մոտիկից էլի։ Ու պիտի ասի, հա, ինչ կլինի որ։ Ինչ վատ է, փող էներգա ցանցեն իրար հետ աշխատեն, էլի մենք Ադրբեջանից հոսանք ստանանք։ Ինչ վատ է, որ հենա բենզինը ստանում ենք, հենա անասնակերը ստանում ենք սորենի տեսքով։ Ինչ վատ կլինի որ։ Լուրջ ես իրանց աչքերի մեջ եմ ուզում նայեմ, մոտիկ դիստանցիայից էլի։ Որ տեսնեմ մեջը ինչ կա։ Չէ՞ մարդու աչքերի մեջ շատ բաներ կարելի է կարդալ։ Այդ թվում, որ ադրբեջանցի մասնագետները Հայաստան են եկել ուսումնասիրության։ Մասնագետներ արդյոք Հայաստանում եղել են եւ անցկացրել։ Նայեք, երկու երկրների էներգետիկ համակարգերի միացման մասին վարչապետը հայտարարել է, որ այո, աներկբա միանշանակ անպայման պարտադիր պետք է մեր էներգետիկ համակարգերը միանան իրար։ Դա գիտեք ինչ է նշանակում, բանակը 10 թշնամուն։ Բանակը 10 թշնամուն կամ հալուս լինես, սեյֆիտ բանալին, որտեղ փողերը տա, զենքերը տա, քո անվտանգությունն է, ապահովությունն է, հարստությունն է։ 10 թշնամուտ, ոչ թե հարևանի, թշնամուտ։ Ով է սրան ծափ տալու, ով է սրան ընտրել։ Հիմա երևի իրենք այս ամեն ինչին համաձայն են։ Եթե խոսքը գնում է այն մասին, որ օրինակ ոնց որ մենք աշխատում ենք Վրաստանի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ, օրինակ Իրանը մեզ գազ է տալիս, մենք այդ գազից էներգիա ենք արտադրում, հետ ենք տալիս իրանց։ Ինչ որ նմանատիպ գործարքների մասին դա ուրիշ բան է։ Բայց փակել մեր ինքնիշխան էներգոռեսուրսը, ատոմակայանը։ Ես հիշեցնեմ, որ այդքան երեխու տարավ սպանեց, Իրան եմ ցիտում, չասեք ինքը չի սպանել։ Ասես մենք գիտակցաբար տարանք զոհեցինք, որ Հայաստանը լինի ինքնիշխան։ Գիտակցաբար տարանք զոհեցինք, որ Հայաստանի ինքնիշխան էլեկտրացանցերն ու ատոմակայանը փակենք ցանցերն տանք թշնամուն, հետո ճանապարհ տանք թշնամուն, Քյարքիում, իրանց ասածը Տիգրանաշենում, մեկ էլ երկաթ գիծը։ Զոհեցինք, որ սա անենք։ Այսինքն այդքան երեխու գիտակցաբար տարանք սպանեցինք, որ հետո սպանենք Հայաստանը։ Հələ մեջտեղը հանեք, նայեք, այս երկու ծերը։ Ես հələ չգիտեմ այնտեղ էլ ինչ ավելանալու։ Ես այսօրվա եղածն եմ ասում։ Սա իր խոսքերն է, իմ խոսքերը չի։ Ոչ մեկ չասի ինքը չի ասել այդպես բան, ինքը չի տալիս սպանել։ Ես գիտեմ, էլի մարդիկ կա միջև մա ասում են, ինքը ինչ կապ ունի, Ռոբն արել։ Արա ինքն է խոստովանում։ Դուք Փաշինյանին եք հեկտում, հերքում։ Ինչ լկտիություն է։ Դուք համացակում եք Փաշինյան Նիկոլին հերքեք։ Ու կախվածության մեջ ընկնել Ալիևից, Ադրբեջանից կամ թեկուզ Թուրքիայից։ Դա էներգետիկ համակարգերի միացում չի։ Դա Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության լուծարումն է։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը էներգետիկ անվտանգության տեսանկյունից նույնպես ինքնալուծարման է գնում։ Ով այն հիշում 90-ականները։ Որովհետև մեր գազը կախված էր, թե երբ կտարակացնեն այդ գազամուղները։ Իրանք դա տարակացնում են, մենք էլի տարակացրել են Դրաստանի տարածքում։ Ըստ ասում ենք միջև վերանորոգեն, որ գազը գա հոսանք դառնա կամ գազ չունի երի, չենք ունենա հոսանք դառնա, որ մի 2 ժամ հոսանք ունենա։ Հիմա էլ պեչին դեր գազատար տարակացնեն, չէ։ Հիմա ռուբիլնիկն ենք տալի իրաց ցեղը։ Անջատեք։ Պատերազմը սկսում, պատերազմ պատկերացումից հարձակվում են, իրանք հարձակվում են, անջատում են ամբողջ Հայաստանի հոսանքները, դե գնա պաշտպան։ Այս գիտեմ, ասեն, ես գիտեմ, մարդիկ գնում են Ադրբեջանի հետ խաղաղությամբ վստահ են, իրանք այդպես բան չեն անել։ Ես գիտեմ։ Դա բան եմ ասում, իրանց աշկերի մեջ ուզում եմ մոտիկիցներ, շատ բան չեմ ուզում, Զուտ հետաքրքրողի որպես
հետազոտող, ուզում եմ նայեմ դրանց աչքերի մեջ։ Եվ ըստ էության չի գնում ինքնալուծարման, այլ Ադրբեջանի կողմից կառավարվող այս process-ը մեզ տանում է ինքնալուծարման, լուծարում են մեր էներգո համակարգերը։ Նենա Մենք երկիր որ է։ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է որոշում կայացնի, որ ովքեր են օրինակ ուզում ադրբեջանական կախվածության մեջ ապրեն եւ ովքեր չեն ուզում ադրբեջանական կախվածության մեջ ապրեն։ Ովքեր որ չեն հիշում ադրբեջանական կախվածության մեջ ապրել, ես հիշեցնեմ։ Դա իրավիճակ էր, երբ որ Ադրբեջանը անդադար պայթեցնում էր գազամուղերը եւ առաջացնում էր էներգետիկ Հիշեցնեմ, որ ինտերնետն էլ արդեն իրանցով գնում։ Երկիր, որի ինտերնետը եւ հոսանքը գտնվում է թշնամու ձեռքում։ Արա ճգնաժամ էր Հայաստանի Հանրապետությունում։ Երբ որ մենք դարձանք ինքնիշխան այս իմաստով, եւ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն սկսեց ինքը լինել էներգետիկ անկախ, այլ նաեւ ինքը ունենալ էներգիայի ավելցուկ եւ վաճառել այդ էներգիայի ավելցուկը։ Ոնց են մեր ատոմակայանը փակում Ալիևենք փակում է մեր ատոմակայանը հետեւյալ կերպ։ Թույլ չեն տալիս, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում կայացնի նոր էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ, որի առաջարկները կան, եւ տանում են նրան, որ այդ ժամկետները լրանան, որոշում չկայացնելու արդյունքում, եւ վերջում Հայաստանի ատոմակայանը փակվում է եւ նորը չի կառուցվում։ Հետո խնդրեմա չի առաջանում, Հայաստանի վարչապետը կանգնում է, ասում ժողովուրդ ջան, հիմա Շուշին տվեցինք, որ 20, 25, 30, 35,000 մարդ թքենք։ Հա, այդ էր գինը, պետք է փրկենք։ Դե Շուշին տայինք, որ 35,000 զինվոր փրկենք։ Մենք արդեն գիտենք, լսել ենք դրա մասին։ Բայց միջև այդ հաղթում էինք։ Այս ամեն ինչը արվել է մեր ինքնիշխանության համար, մեկ էլ կներեք, հոսանք չունենք։ Դե Ուտա չէ, ցուրտա չէ, էլեկտրաէներգիայի խնդրեմ կա, չէ, հա, ժողովուրդ կա, չէ, հա։ Դե ինչ ա եղել, եկեք Ադրբեջանից առնենք, որ ասել են հարդե բերեք առնենք։ Այդ որոշումները, որ վաղը մյուս օրը մենք չհանգենք այս կախվածության, այսօր են կայացվում։ Բայց քանի որ այսօր են կայացվում եւ Հայաստանում չկա քաղաքական էլիտա, որ այս թեմաներով զբաղվի, հասկանա։ Քաղաքական էլիտան կաթողիկոսի անունով է զբաղվում, ասենք, անունը ոնց է գրվում, паспортով կամ ոչ չի գրվում, կամ սեղանին դմդմփացնել կամ բան։ Եվ սա մեր արտաքին հարաբերությունների ժողովի նախագահն է, տեսեք ինչ է ասում։ Ալիևն ասում է մեր մասնագետներն եկել են Հայաստան, ինքը ինչ է ասում։ Դրա մասին կառավարության գործընկերները ավելի մանրամասն տեղեկատվություն կտան։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավակնող քաղաքացիական պայմանագրի Սարգիս Խանդանյանը չբացառեց, որ Հայաստանը Ադրբեջանից հոսանք ունի։ Պնդեց ադրբեջանցի մասնագետների այցի մանրամասներից տեղյակ չէ։ Էլեկտրաէներգիա ստանալու մասին տեղյակ չի։ Իրանք ոչ բանից տեղյակ չեն։ Գիտեք ինչի։ Իրանք ով ասում որ իրանք տեղյակ լինեն։ Իրանք ով շան տեղ դնում որ Ալիևը որոշել է, ով պետքա տեղյակ է։ Ով պետքա իրանք անվտանգությունը ապահովել է, եկել են հետազոտություններ են Հայաստանի տարածքում, ամեն ինչ, որտեղ պետքա պայթացնեն, որտեղ կարան խփեն, որտեղ դնեն այդ էլեկտրասյուները, ոնց տարակացնեն հետագայում որ պետք լինի։ Ամեն ինչ արել է, ինքը տեղյակ չի, ինքը ով է որ տեղյակ լինի։ Ինքը ընդամենը մի չինական ուսապարկա 90-ականներին արտադրած, որյան դրել են, ասել են, արի հայվան, արի այս կոստյումով կանգնի ինձ, քեզ ինչ կտան, ասա ես ինչ հարց կտան, ասես չգիտեմ, որովհետև ինքը չի կարա իմանա։ Ինքը չեն դրել ընդեղ, որ ինքը մի բան իմանա։ Ով է ինքը, որ մի բան էլ իմանա։ Ով է պետք է գիտի, էլի։ Դեպի Հայաստան խոսակցությունից բան չկա։ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ տեղյակ չի ադրբեջանական մասնագետներն եկել Հայաստան, որոշել են թե որտեղ պետքա տեղակայեն։ Այսինքն ես սա իմ ասած հայվանը չներ, դիմում կտար կգնար։ Կասեր մի վարքան, ես տեղյակ չեմ, այսինքն դուք ինձ բանի տեղ չեք դրել, բայց ինչ եմ անում ստե։ Բայց չի եմը նորմալ է որ ինքը տեղյակ չի։ Ինքը գիտի որ ինքը ոչ մեկա։ Սրանով արդարացված իմ ես ինչ ասում եմ։ Իսկ ինքնա դիրքավորվել, այտենց որ իրան բանի տեղ չդնեն։ Դուք ի սկզբանե գիտի ինքը ոչ մեկա։ Իրան դրել են այդտեղ, որ ինքն ասի ես չգիտեմ։ Ինքը հոգի է դրել։ Հայմալա, խնդիր չունեմ։ Այդ իրանց սյուները բան եւ այլն ինքնիշխան երկիր է էլի Հայաստանը։ Բայց դա բացառված չէ, այսինքն դա հաշվի առնելով որ Վակրուկ դահոկը էլեկտրաէներգիայի փոխանակման նաև որոշակի նախագծել են։ Ազգային ժողովի ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքով իրենց ուժը տեղյակ է եղել ադրբեջանցիների հայցից, թերևս նախնի կապերով։ Հենց նրանց ընտանիքին է պատկանում պետականացվող հեծը։ Ցավոք տեղակ ենք եղել ոչ թե պետական ինստիտուտների կողմից տեղեկացվելու արդյունքում, այլ մեր ունեցած կապերով մենք տեղեկացվել ենք, որ հարևան երկրից Հայաստան են եկել մասնագետներ եւ այցելություններ են կատարում մեղրի տարածաշրջանի տարբեր հատվածներում։ Այն շպիոնոնիկի անեկդոտը հիշում եք, չէ՞։
որ 30 տարի հետո գալիս են տենան իրենց ուղարկած agent-ը ոնց է, ինչա։ Agent-ն էլ ասում է, որ դու եկեղեցու կողքը կապրես, որ գան քեզ գտնենք, էլի։ Գալիս են հետևից, մտնում են Գյումրի, ասում են, եկեղեցին որն է։ Ասում է, շպիոնոնիկ ես տունը գիտես։ Շպիոնոնիկի տան դեմն է։ Լրիվ շպիոնոնիկի պատմությունն է։ Արտաքին հանձնաժողովի նախագահը չգիտի, բայց դե բոլորս ամեն ինչի մասին գիտենք։ Հայաստանը փոքր երկիր է։ Փոքր, մի հատ չխկոս միտեղ։ Վարկենական զանգերով ում պետք է նա գիտի։ Երկու ամսվա մեջ, այս երկու ամսվա մեջ։ Եթե ինքնիշխանության Նարեկ Կարապետյանն էլ որպես ընդդիմադիր ֆրակցիայի ղեկավար ասում է, որ ինքը իրանք տեղյակ են եղել, որ ադրբեջանցիներն եկել են Հայաստան, ցույցները տեղադրելու հետ կապված ուսումնասիրություններ են անում Մեղրիի տարածաշրջանում, մոտ 2 ամսվա լուրասա, բայց որևէ ձևի այս դուրի մասին հրապարակային չեն խոսել, մամուլին չեն հայտնել, Հայաստանի Հանրապետության ժողովրդին չեն հայտնել։ Մենք դա իմացել ենք, այսինքն այս process-ի մասին իմացել է իշխանությունը, չի ասել մեզ, իմացել է մեր ընդդիմությունը, որ հիմա խորհրդանում է, չի ասել մեզ, եւ մեզ ով ասում Ալիևը։ Այսինքն սա այնա Կարող եմ ասել հիմա վստահությամբ, չեմ թողում այդ Մոմանուկյան ասի։ Կարող եմ հիմա վստահությամբ էլի կրկնել, որ սրանք երկուսներն իրար հետ աշխատում են Ալիևի համար։ Կարող եմ պնդել։ Ես պնդում եմ։ Պնդել եմ միշտ 5 տարի աշխատել են, եւս 5 տարի աշխատելու են, եթե այդքան Հայաստանի Հանրապետությունը մնա։ Ինձ բարերը պետք չի, թե այնտեղ ով ինչքան լավ տղայ կամ ով ինչքան լավ աղջիկ։ Կամ ինչքան լավն է եղել հիվանդանոցում, բայց իրան փոխել են, ինքը էսի չի։ Այս իր կլոնն է։ Այդ հետաքրքիր չի ժողովուրդ ջան, ինձ համար, ինձ քաղաքականությունն է հետաքրքիր, այն ինչ որ իրականացումը արդյունքում այն ինչ որ մենք ունենում ենք որպես պետականություն։ Մնացած բոլոր տեսակի իմ տիմ, լիրիկական, դու չգիտեմ, մարդկայի, հետաքրքիր չի, ես նրանց անձնական կյանքով չեմ ապրում։ Ինձ արդյունքն է պետք, դրա արդյունքում էս հարաբերությունների պետությունս ինչ է ստանալու։ Միջև հիմա ստացել է պատերազմ, տարածքների կորուստներ, տնտեսական կոլապս, հիմա էլ ընկնել է տոտալ կախվածության մեջ, արդեն գցել են ինտերնետով, հիմա լինելու է էներգետիկ, հետո նաև ճանապարհները, երկաթգիծ եւ մնացած կարևորագույն ճանապարհները։ Վերջ դառնալ է այդ օրգանիզմ, պետք է ասում եք մարդ, ոչ ձեռք ունի, ոչ ոտք ունի, ոչ էլ ուղեղ ունի, որ մտածի։ Ամեն ինչը թշնամու ձեռքում է։ Այսինքն մի հատ ինչ-որ մսագունդ։ Այսինքն նույնիսկ եթե իրենց սկսեն կտրտել ուտել, ինքը նույնիսկ գնալու տեղ չունի, ոչ թե գնալու տեղ չունի, հնարավորություն չունի, պաշտպանվելու հնարավորություն չունի, ձեռք չունի, քայլելու հնարավորություն չունի եւ ամենակարևորը ուղեղ արդեն չունի, որ հասկանա իր այդ ինչ են կատարում, որտեղ ուղեղի հետ կապելը անցնում է էլի թշնամու ձեռքով։ Թշնամու տարածքով։ Ինչին մենք հանգել ենք, հասկանում եք, սիրելի հայրենակիցներ։ Էսա իրավիճակը։ Ինչա պետք անել այս իրավիճակում։ Ինչա պետք անել, որ ընտրություն ասեմ ինչա պետք անել, ես արդեն սկսել եմ։ Շարժում։ Որը կոչվում է ինքնաճանաչում։ Թող միանան մենակ հայերը, լսեք, էսի հայը հավաք է։ Կա մարդա համար, չէ՞, այս շարժումով մենք անել ենք հայը համար։ Աշխարհում որտեղ ինչքան հայ կա, եթե դեռ ապրում է Հայաստանի դարձությամբ, ինքը պետքա դառնա այս շարժման մի մասը։ Պետքա իր քաղաքում ունենա այս բջիջները, որ մենք հետո միասին, ստե կարող եք նաև գտնել նաև ծրագիրը, որ գնում եք ծրագրերի բաժին այստեղ, հա? Այստեղ որ խփում եք այս ծրագիրը, վերում ամբողջ ծրագիրը, հիմնադիր դրույթներ, ինչա լինելու, տնտեսություն, կրթություն, գիտություն, բանակ, ազգ-բանակ, ամեն ինչ կա, հանքարդյունաբերություն, ինչ ուզեք, ես սրա վրա ամիս ու կես 2 ամիս աշխատել եմ։ Տող արտող, դեռ 2 հատ վիդեո հարթում եմ արել, որ բացատրեմ ինչա սպասվում մեզ, ուղղակի ներկայացնեմ, բառացի է, ինչա պետք անել, ես պետք անել։ Ես չեմ կարող սպասել, ամենակարևորը չեմ ուզում սպասել։ չկա, ոչ մի բան չկա, Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի Ադրբեջանի ենթակա պետության կարգավիճակին։ Ես չգիտեմ դա արդեն հետո պետություն կարելի է անվանել, թե չէ, ամեն արևմտյան Ադրբեջան, անունը տենց են որոշել իրար, չգիտեմ ինչ դրոշն են ընտրած, ինչ հիմն ալնելու։ Ոնց կարող պետություն լինի մի տարածքի, որի ամենակարևոր ռազմավարական, ստրատեգիական, ամենակարևոր օբյեկտները թշնամու ձեռքում են, արդեն պետություն չի,
Դա արդեն ավտոմատ դառնում է Արևմտյան Ադրբեջան։ Ալիևը որ ասում է մենք տանկերով չենք գալու եւ մենք մեքենաներով ենք գալու, դրա համար է ասում։ Դու արդեն ոչ մեկ ես, որ իրան դիմադրես։ Դու արդեն պետություն չես։ Դու արդեն Արևմտյան Ադրբեջան ես։ Հիմա ես գիտեմ ինչ են մտածում մարդիկ։ Արդեն մտածում են այդ վիճակում ոնց է իրանք տեղավորվելու, շարունակեն աշխատելու ապրելը։ Չէ, դες չեն թողել։ Մի մտածեք ես։ Գազան նայեք։ Գազան նայեք։ Որ նույնիսկ ՄԱԿ-ի որոշումով ինքը պետք է լիներ, բայց քանի որ նա զորք իրավունք չուներ ունենալ եւ Իսրայելի տարածքում էր, Իսրայելը տենց է չթողեց նա զորք ունենալ։ Այ հիմա Գազայում ինչ է կատարվում։ Ում կուզենա կպայթեցնի, ում կուզենա կգնդակահարի տեղում առած դատու դատաստան, ում տունը պետք է լինի կխլի, Գազան նայեք, հիմա ինչ է կատարվում, այ դա սպասում է Հայաստանի, եթե մեկ թույլ տանք այս ամեն ինչը շարունակվի։ Հեռու մի գնացեք, բացեք ինտերնետով, տեսեք օրական ինչ է կատարվում Գազայում։ Ոնց է լինելու, բայց սա է իրողությունը։ Ուզում եք այս նայելուց կային նյարդայնանա, քիչ ուշ պատին տակ հեռախոսը կամ համակարգիչը կամ հեռուստացույցին խփեք բան, բայց սրանք էս իրողություններն են, որ մենք sense հանգիստ sense նայում ենք, ես ձեզ իրազեկում եմ, տեղեկացնում եմ, ու սա էլ ձեր ձևավորած պարլամենտ։ Այս դուք եք ձևավորել այս պարլամենտը, հա։ Վերջ։ Ով կասի ինքը չի ձևավորել, ամոթին է։ Ոչ 100%-ով, բայց ձևավորվել է, չէ, առնվազն 3-400,000 հոգի մարդ տվել է, Նիկոլ Փաշինյանից են տվել է։ Ես չեմ ասում, ամբողջ 700,000-ն են տվել իրան։ Չէ, տվել են։ 400,000 է, գիտեք ինչ թիվ է։ Հսկայական թիվ, բայց որ նայում ես 3 միլիոնի մեջ 400,000-ը, էդի իմ ասած, որ միշտ ասել եմ, դա 10-ից 12-15%-ն է, ոչ ավել, փաստորեն 15%-ը որոշել են մեր ամբողջ պետության ճակատագիրը, որովհետև են 40%-ը չեկան, ընտրության չեկան էլի։ Բայց վստահ եղեք, ով պետք է Նիկոլ ընտրեր, գնացել Նիկոլին ընտրել է։ Առանց կասկածի։ Հիմա ստացվում է абսուրդ։ 3-400,000-ը որոշել է 3 միլիոնի ճակատագիրը։ Դա մենակ Հայաստանում ապրող։ Վատ նորություններ Թուրքիայից։ Թուրքիայում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների զավակներն այսուհետ Ստամբուլի հայկական դպրոցներում սովորելու իրավունք չեն ունենա։ Համապատասխան որոշումը կայացրել է Թուրքիայի կրթության նախարարությունը։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը։ Արտյոմ, ինչ հետևանքներ կունենա այս որոշումը։ Անցած շաբաթ Թուրքիայի կրթության նախարարության տեսուչները ստուգումներ էին իրականացրել Ստամբուլի բոլոր հայկական դպրոցներում եւ վարժարաններում եւ ահա այդ ստուգումներից հետո տեղեկացրել էին դպրոցների ու վարժարանների տնօրեններին, որ այսուհետ Հայաստանի քաղաքացիների զավակները Ստամբուլի հայկական դպրոցներում սովորելու իրավունք չեն ունենա։ Եթե ցանկանում են շարունակել ուսումը, պետք է տեղափոխվեն սովորական հանրակրթական թուրքալեզու դպրոցներ։ Ակոս հայկական թերթի տեղեկությունների համաձայն այդ տեսուչները եկել էին մինչ այդ հայկական դպրոցները ավարտած Հայաստանի քաղաքացիների զավակների ցուցակներով եւ պահանջում էին տնօրեններից տեղեկություն հատկացնել իրենց այն մասին, թե որտեղ են հիմա այդ հայ պատանիները եւ ինչով են զբաղվում։ Այս որոշումը կտարածվի Հայաստանի մոտ 300 քաղաքացի երեխաների վրա։ Այո, իմիջիալոց։ Հայաստանի թուրքացմանը ոչ միայն Հայաստանի կառավարությանն է լծվել, ես ելեք չէ ասեցի, որ Հայաստանի Երևանի պետական համալսարանն է արդեն դրան լծված։ Ադրբեջանի պատմության գիտական ժողով անցկացնում։ Աշնես լույս լինի, ժողով չէ։ Այդ 10-15%-ը որոշելու են մեր ճակատագիրը։ Ու այդ 10-15% էս արագ այս պրոցեսները որ անում են։ Ոչ բոլորը, բայց այն վճարվող մասը իրանք վճարվում են ըստ պահանջի։ Այսինքն պատկերացրեք, ինչքան է պետք ծախսել Հայաստանը վերացնելու համար։ Ինչքան Ալիևը կծախսեր զենքի, մատակարարումների, միջազգային հարթակներում խնդիրները հարթելուն։ Հասկացա, որ պետք չի զենք։ Պետք չի կրակել, որ հետո գնալ կանգնել միջազգային դատարանի առաջ։ Չնայած sense-ից ինքը կանգնելու է։ Մի հատ տանկի փողով կարելի է մի ամբողջ համալսարան առնել, ասել Ախպեջան, ու հարակից տարածքներն են հետը։
համասարան գիտական ժողով առնել, ասել ախպեջան, ինչ կնա քեզ պետք է 10,000, 50,000, 100,000, 1 միլիոն, առ, դե մատ գիտաժողով ալա Ադրբեջանի պատմության մասին։ Նիկոլ Նոալիևը, այսինքն ինչ ասեմ, մի հատ տանկի փողով է, բա պատկեսը մի հատ բանը, ինքնաթիռ, երկու ինքնաթիռ, դրանց փողերով ինչ էր կարելի առնել։ Հետո էլ ասում են Հայաստանում ինչի՞ ասենց անկանոն ամեն ինչը թանկացած։ Ինչի՞ ես ստանել թռնում, ով ինչ ուզում անում է, ոչ մեկ հաշիվ չի տալի։ Գինը ոնց կարող է Երևանում նույն ապրանքի 3 անգամ ավելի թանկ լինի, քան իրական դա գինն է։ Քան դրա արժեքը կարող է լինել, հա, որովհետև այդ մարդիկ ծախսում են ոչ թե աշխատած փողը, այլ հենց դրա դիմաց ստացած փողը, որը արժեք չունի իրանց համար։ Չեն արել, արա, մի բան չեն արել։ Դու Նյու Յորքում միլիարդատերին չես կարող համոզես, որ ինքը վճարի 1 միլիոն մի բանի համար, որ արժի $990,000։ Այդ $10,000 քթիցդ կբերի, չի վճարի։ Հայաստանում դա պրոբլեմ չի։ 2 միլիոն էլ կտա, այդ իրանն։ Գիտեք ինչի, որտեղ փողը չի աշխատել, ինքը իր դավաճանության դիմաց վճարվել է։ Է մնացածներ տենում են ասում են դա ոնց կլինի։ Մենք ինչ անենք, որ մտնենք այդ կրոգի մեջ, մի քիչ էլ մենք ստանանք դրանից երեփայ։ Այսինքն չկա։ Ղարաբաղը դա մեր հրեական հողն է։ Սա մասին ասել է դեռ 95 թվականներին Մենահեմ Բեգինին, Իսրայելի վարչապետը։ Լեռնային Ղարաբաղը մեր հողն է, դա դրախտ է հրեաների համար, իրենց դարավոր եզանքի մասին է լուսավորքի։ Այս Հասպանյանը սա մասին ասում էր, պատմում էր։ Սա 85 թիվն է։ 88 թվականին, երբ սկսեց Արցախյան շարժումը, այն ժամանակ դեռ էլի Հասպանյանը զգուշ ասում էր, ես հանդիպում էի ընկերների հետ, որոնց հետ սովորել եմ տարբեր տեղեր, Ֆրանսիայում։ Մասնավորապես, ասում ինչ գործում ես այդտեղ։ Դե ասում եմ, սենց է։ Ես մեն անել վաղ թե ուշ։ 88-89 թիվ արդեն։ Վաղ թե ուշ։ Հա դուք կարող եք հաղթեք, բայց հետո կպարտվեք, հետո դուք ստեղից կգնաք, հետո ձեր տեղերը կգան կապեն հրեաները։ Կամ նաև հրեաները։ Հո, ինչքան ուզես կտան դրանից։ Ինչքան ուզես։ Եվ դա համար է շատ պատահական հենց Լևոն Տեր-Պետրոսյանը դարավ նախագահ, շատ պատահական։ Ոդիկին հրեա էր։ Ու շատ պատահական, ոնց նայում ես կողքի ովքեր որ աշխատել են, Ալիկ Արզումանյանից սկսած, իրան բոլոր մատենիմները հրեաները բոլորիկինը։ Եվ այսպես գնաց երրորդ հանրապետության առաջի կառավարությունը դավաճանական ուժով մի անգամից հրաժարվեց Արցախից, որը 89 թվականին փաստաթղթերով միավորված էր Հայաստանից։ 91-ին հայտարարվեց նա անկախ պետություն։ Ճանաչեցին 94 թվականին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Ղարաբաղը մեկը, ոչ մի փաստաթղթով այդպես բան գոյություն չունի, չկա բայց հրեաների ծրագիրը պետք է բանը իրականանար թե չէ։ Հենց ու իրանց ով խանգարում էր արանքից անեցին, բանտարկել, գնդակահարել եւ այլն։ Այսօր ունենք այն ինչ որ ունենք։ Հայ մարդ։ Պետք է արել։ Դրամալ հիմա նայեք։ Лучшая вода это вода Խանքանդի։ Բա։ Արդեն էս անոր ջուր են վաճառում, ջուր են ստեղծել։ Իսկ մենք այտենց էլ չբնակեցեցինք ամբողջ ազատագրված տարածքները, գիտեք ինչի։ Որովհետև սա մի որոշված է որ դիտար։ Լևոն Տեր-Պետրոսյանի դեռ ժամանակն է։ Եվ ասած տականքն ասում է, վաղուց էլ որոշված բան է, ձև էին փնտրում, տվողը պիտի լիներ։ Տվողը։ Այն որ դու եկել ես քո ձեռով տվել, չի նշանակում դու հանցագործ չես։ Դու ամբողջ մեխանիզմի ամենակարևոր մասն է, որովհետև ես կարգի տականք ոչ մեկ չես կարող լինել։ Ես կարգի սենց գնար ցինիկաբար տանել, սպանել, հետո ասել է սպանել եմ, բայց ձեր համար եմ սպանել, որ դուք անկախ լինեք, հետո ես ձեր անկախությունն էլ վաճառեմ։ Հա, պետք է լիներ այդ մեկը։ Այդ էլ մեկ Արցախի մասով գիտենք, հələ չգիտենք Հայաստանի մասով ինչ ասում։ Չնայած Հայաստանի մասով ասում է Էրդողանը իր գրքի մեջ, որը Նիկոլ Փաշինյանը կրսկին դրած նկարվել է։ Դեռ ամեն ինչ դրած։
Հիմա պետք է բացենք արդեն ընդեղ նայենք։ Տեսնենք, լավ, էլի Ղարաբաղի մասին ասեց, Արցախի մասին ասեց Իսրայելի վարչապետը։ Հանգուցյալ Հայաստանի մասին ինչ գրեց։ Գրած։ Այդ դեպքի մեջ որը կսկին խփածը նկարածը Նիկոլ Փաշինյանը։ Սան ճանաչում եք ես։ Այս սոսկալի երևույթն է, որ նաև մանկավարժ համատեղության կարգով։ Մեզ համար Ղարաբաղը երբեք չի եղել ռազմավարական ու դիվանագիտական խորություն, հասկացա՞ք, որ չի եղել։ Մեզ ում համար, ով եք դուք։ Դու ինչ ես հասկանում ռազմավարական ու դիվանագիտական խորություն, այ ինչ ասես քեզ։ Ուղղակի չեմ կարող կնոջը բան ասեմ։ Ինչ ասես սրանց։ Բայց իրանք գիտեն ում աման է խոսում, իրանք լսողներն ունեն, որ լսում են, ու նույնիսկ արանում են մտածեն ինք ինչ ասում։ Մտածում են դե եթե ինքն ասում ուրեմն ճիշտ ասում էլ։ Եթե ինքն ասում ուրեմն Նիկոլինը տենց է պետք ուրեմն ճիշտ։ Հա։ Երիշի Հակոբյանին համոզեցին, որ իրան մեղավոր ճանաչի, վառարանը չթույլատրվող վառելանյութով վառելու, բայց ոչ զինվորների մահվան համար։ Այն վերսիան, որ Փաշինյան Նիկոլը առավոտ շուտ հնչեցեց պարլամենտում։ Ասեց այս տղեն ինքնա վառե։ Ու սաղ մոխրացել են, բայց ասենք տմբուշկեքը մնացել է, էլի։ Հատակը չի վառվել, տմբուշկեքը մնացել են, բայց մարմինները մոխրացել են։ Բայց ինքը դիտավորյալ չի արել։ Հա, ձեռից ընկել է 4 լիտրանոց բանկեն, են էլ կեսն ա եղել բենզին, ովտես վառվել է։ Ընդ որում միջանցքում անդել, կողքի սենյակում են երեխեքը քնացել էլի։ Ու 15 սապյոր բարձրորակ, որ կարողացել էին թուրք հետ շպրտել, հա, սոտքում։ Սենց էլի, մոխրացան։ Ճս վառվում է, ճճտում է բան։ Ոչ մեկ բանը չարտնացավ։ Փաշինյան Նիկոլը ոնց վերձիկտը տվել էր, ոնց ամանը ասել է սենց է եղել, տենց էլ եկավ ու երկա 4 արդեն 3.5 տարի է դատավարությունից հետո Երիշի Հակոբյանը խոստովանում է, որ ինադու չի արել, բայց իրան մեղավոր է ճանաչում։ Հա, բայց ես իրենց վառելու նպատակով չեմ արել։ Այսինքն ինքը վառել է, տեսել այն գեները, բայց ոչ մեկի քնից չի արել։ Իրանք էլ տենց քնաստեղը վառվել են, էլի։ Ոչ մեկ չի հասկացա ինքը ոնց է վառը։ Ու սա պետք է ծախեն մարդկանց վրա։ Ու կծախեն։ Որովհետև ասեմ շերտ կա, որ իրան հարց չի տալի, հնարավոր է սա թե չէ։ Կամ հարցը տալիս է, բայց թքած ունի այս ամեն ինչի։ Դա թքած ունի, հիմա ինչ, իր երեխան չի վառվել, ինչ անենք։ Վառվողներից մեկն էլ կասել, բայց ձեռներս կտրվեր Նիկոլին չընտրեի 21 թվականին։ Միշտ ձեր երեխան չի հասնում, չեք հասկանում դուք ում եք ընտրել։ Ցավ կտենց։ Ու այս ամեն ինչի դիմաց վճարում են երեխաքի իրենց կյանքերը։ Իրաց ծնողների վարկագծի դիմաց, ընտրության դիմաց։ Երկու պշների խոցումները հայտնաբերել ու տեղորոշել եմ անձամբ, իսկ ՊՆ-ն երբեք չի արձագանքել դրանց 44 օրյա պատերազմի մասնակից։ Երեխեքը պատմում են, որ հայտնաբերել են դրանց տեղերը, դասավորվածությունները, ամեն ինչ ասել են, զեկուցել են, բայց ոչ մի ռեակցիա չի եղել։ Իմանալով, որ թշնամին քթի տակ տանկերի ու հրետանի է կուտակել, մենք ոտքի չենք հանել զորքը, չենք տարել սահմանին կանգնած տղերքին որպես օգնություն, փոխարենը պլացում եկել ենք օրգներքը ժամը 22:30, զորքին ասել ենք բարի գիշեր։ Բա երկու պշների խոսումը հայտնաբերել եմ, տեղորոշել անձամբ սեփական նախաձեռնությամբ, որտեղ դժվարացել եմ աջակցել են պատերազմի մասնակից ընկերներից։ Մեր հարցին, թե բազմաթիվ տվյալներ ենք հրապարակում, դրանց հետ կապված ՊՆ-ից երբևէ արձագանքել են, որևէ տեղեկատվության հերքում, պնդում կամ հակադարձում եղել է, պատասխանեց, որ ոչ մի անգամ ՊՆ-ն չի անդրադարձել, առավել ևս արձագանքել։ Իսկ այս տղեն, ես վախենում եմ արդեն այս տղու համար,
Իսկ այս տղեն միջև այսօր հայտնաբերում է որտեղ ինչ ա եղել։ Ոնց կարող են 3 զինվոր 50-ից ավել ծանր զրատեխնիկա խփել ու կանգնեցնել առաջ խաղացումը 3 հոգով։ 3։ Իսկ Նիկոլը 35 հոգի փրկեց շրջապատումից։ Ուսան հավատացվակ։ Որտեղ էր այդ շրջապատումը, որտեղ էր։ Երբ որ Ալիևն ասում էր մենք էլ ռեսուրս չունեինք, նույնիսկ հասնեինք Շուշի։ Դե ինչ է պետք ստորագրեմ, ինչի տակ ստորագրեմ, ասա, թուղթ տվել, արագ, փողը բեր, մեկ էլ թուղթ տվել, ինչա պետք։ Պապանն ինչ պիտի արձագանքի, ասի սուտ ես ասում, դու սուտ չես կարող ասես, որտեղ դու սա ցույց ես տալիս արբանյակների նկարներով։ Ո՞ւս կարող դու սուտ ասես։ Ու դու գիտեք, Ժողովուրդ ջան, այդ պատերազմի քանի sense մասնակից կա, որ եսի գիտի տեսելա, լսելա, վկայա եղե, շատ լավ հասկանում է։ Որ 6 տարի առաջ 20 տարեկան էր, այսօր 25-26 տարեկան երեխեք են։ Իրանք արդեն երեխա չեն։ Իրանք հասկացան, որ իրենց դավաճաներ են։ Իրանք հասկացան, որ քաղաքականության մեջ չկա մի կառույց, որը կարող է իրանց դարդին դալմանել։ Այս շարժումը դրա համար է։ Գրեք ինձ, եթե ուզում եք դրանի մասը լինել։ Կարդացեք ծրագիրը, կարդացեք ես ինչի մասին է։ Կարդացեք ոնց է լինելու կառուցվածքը, ինչ է լինելու, ոնց։ Նա տեսել ուզում նայեք, էլի նայեք։ Այ մեր տղեկը սենց են եղել, նայեք, արծիվն ուզում է այդ բանին պոկի, հարցակվել են ընկերներով, նայեք, կպել են, բերանից են ուզում, սենց է լինում։ Հետաքրքիր ինչի չեն ասում, արա դե թողուտի էլի արա, թողուտի կշտանը էլի, խաղաղություն չեք ուզում, չեմ հասկանում, արա ինչի խաղաղություն չեք ուզում։ Ինչի չեն ասում, արա սան կենթանի են, սան քո մարդ չեն։ Իրանք կռիվ են տալի հրեշի հետ, իրանց հնարավորությունների մեջ էլ նայեք, որ իրենց ընկերոջը չտանի։ Ու փրկեցին, հələ կարող է տապալեն վերջում, այսպես խժռեն նաև։ Էս էիր ուզում, դե կեր։ Մի հատ ճիվաղ, հաթ, փուլ առ փուլ, սայլամի ստայլ, այսպես կտոր երշիկից այսպես կտրելով, այսպես մեր երեխեքին, մեր երկիր այսպես տալիս է թշնամին։ Ու մենք այս լիմուրների չափը չկանք։ Երևի սան լիմուր է։ Մի խոսքով։ Մենք այս կարծողների չափը չտանք, փաստացի։ Ասում ենք, դե լավ դե հա, այս մի կետորներ թող գնա, հաղորդություն եմ ուզում։ Այս արծիվ եկել է, այս անգղը, հրեշը, որ քո արյունով ամբողջ կյանքը սնվե, հիմա էլ հայտարարում է դրա մասին։ Հիշում եք, չէ՞, եկվա տեսանյութը, որ գերեզմանը քանդել էին հայի, գանգը հանել էին, մահացածի գանգը խաղում էր հետը կապեց բեռնատարի, հետը նկարվում են, գանգի հետ գերեզման են քանդել պիղծերը, հələ մարդ է էլի մեռել է էլի։ Ինչ ես քանդում պղծում գերեզմանը, գանգը հանել են, կապել են բեռնատարի ու քաշեն, հայ է իրանց համար հետը, գնացեք իրանց հետ խաղաղություն, գնացեք։ Դավթաշենի պոլիկլինիկայում ամսական 300,000 դրամով տարածք են տալիս Սամվել Ալեքսանյանին պատկանող Նատալի Ֆարմ ընկերությանը, ում մերժում այլ ընկերության 540,000 դրամանոց առաջարկը։ Վագաֆարմի հիմնադիր Վահե Վարսանյանը պաշտոնական դիրքի չարաշահման, հովանավորչության ու պետությանը միլիոնների վնաս հասցնելու մասին է ահազանգում։ 240,000 դրամով պակաս ու 2 տարվա վարձակալության համար արդյունքում պետությանը հասցվել է 6,640,000 դրամի վնաս։ Պոլիկլինիկայի երկրորդ հարկում Նատալի Ֆարմն արդեն կահավորում է դեղատունը։ Տնօրեն Ջենի Հովսեփյանից հետաքրքրվեցինք, ինչ սկզբունքով է պայմանագիր կնքել ոչ թե ավելի բարձր, այլ ցածր գին առաջարկողի հետ։ Բոլոր հարցերով եւ Երևանի քաղաքապետարանի արտադրության Որ գործընթացները համակարգում են քաղաքապետարանում, ավելի կոնկրետ այդտեղ առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը գիտեն Վագաֆարմում, ունեն նամակը, որով Դավիթ Կարապետյանն առարկում է պոլիկլինիկայի տարածքից 20 քառակուսի մետր տրամադրել Վագաֆարմին, միակ հիմնավորումը նպատակահարմար չէ, գրել են։ Շաբաթներ անց կնքում են պայմանագիր Նատալի Ֆարմի հետ։ Մենք դիմի հաղորդում ներկայացրեցինք գլխավոր դատախազությանը, գրությունները հանցագործության ուղարկեցինք նաև պետական վերահսկողական ծառայության
Հստակ հիմնավորելով, որ 6 միլիոնից ավել վնաս են տալի պետությանը։ Բայց թքացումներ են, դատախազություններ, հակակոռուպցիաներ, քաղաքապետարաններ։ Պետք է լաֆիկին տանք ու վեր։ Լաֆիկին, շնորհում եմ։ Էսի այն 300 կամ 400 հազար Նիկոլ ընտրածների երազանքն է։ Որ ամեն ինչին տեղ լինի մեկը, մնացածն է սոված նստեն էլ, ինչ պարտադիր այնքել բիզնես ունենան։ Սենց է իրանց երկիրն։ Ու սա նորմալ է։ Ու ես պետք է նորմալ համարեմ նրանց, ում համար սա նորմալ է։ Որովհետև ես պետք է տոլերանտ լինեմ։ Բայց անդաստիարակ չեմ, որ ասեմ դուք, ես ինչ եք անում այլ։ Ես պետք է տոլերանտ լինեմ։ Ինչի նկատմամբ։ Ինչի անգրագիտության, կոռուպցիայի, հա, թայֆայականության, միջև մա չհասկացանք, որ էսի կործանում մեր երկիրը։ Եթե չհասկացանք, ուրեմն պետք է կործանվի, միջև հասկանանք, ինչն է ընդհանրապես։ Որ ինչից հետո է լինում։ Դամալը պետ բյուջեն փող չկա։ 2026 թվականի պետական բյուջեի եկամտային մասը ըստ էության մենք նախատեսում ենք, որ կավելացնենք 253.4 միլիարդ դրամով։ Ֆինանսավարկային հանձնաժողովը մեր պետական բյուջեի դեֆիցիտը կատաստրոֆիկ մասշտաբների հասել 1.4 միլիարդ դոլար այս տարի։ Եվ մենք պետք է կարողանանք վերահսկենք այդ ծախսերը։ Տարեկան, ամսական 120 միլիոն դոլարից ավել մենք վարկ ենք վերցնում, որ մեր պետությունը ուղղակի ֆինանսավ 2000 Իմ ինչ կապ ունի դու ինչքան վարկես վերցնում, որ դեֆիցիտը դզես։ Հիմա այս մարդուն էս թիվն է, պետք է ինքը ասում, մեկը իրան լսում են, մեկը իրան լսողը հարց չի տալի, հələ ոնց։ Հələ մի վարկյան։ Բայ եթե դու մի բան էլ ավել ես հավաքում։ Բայց պետական պարտքն չի ավելանում։ Չէ, հարցը չեն տա։ Բարդ է։ Դե բարդ է, էլի։ Կարլ Յունգն էր ասում, չէ, մարդիկ չեն սիրում մտածել։ Կրկնելը հեշտ է։ Դժվար է մտածելը։ Այ կրկնելը հեշտ է։ Լսել եք Նիկոլին, կրկնում են, իսկ դու նարեք, դու նախքին չալու նախանձ ես։ Այո, դու հերիք չի նախքին ես, հետն է չալու նախանձ։ Հետն էլ ասենք, ռսի ճոր։ Ես ասեմ, որ քեզ չասեն, էլի։ Իմ ասելուց դու գիտեմ չես նեղվի։ Այո։ Ինչ էականա դու ինչ ես ասում։ Կարևոր է էականա ինչ է Նիկոլ ասում։ Ինչ էականա ինչ է իրականում։ Ոչ մեկ իրան չի ասում, հələ մի վարքեն, այ ընկեր ջան։ Բյուջեի հնայի 42%-ը, որը ձևավորվում էր Ռուսաստան ապրանքներ տանելուց արտանելուց 42%-ը 12.5 միլիարդ դոլար այստեղ չի գնում։ Դու ո՞նց ես մի բանել։ Ինչի հաշվին։ Ծաղիկը մնաց ծաղկի վրա, լոլիկը մնաց լոլիկ, աճեսնողի վրա ծիրանը մնաց ծիրան աճեսնողի վրա, մի խոսքով։ Ձկնարտադրողները չգիտեն այդքան ձուկն ինչ անեն։ Ու սենց մոտ 12 միլիարդ դոլարի ապրանք։ Լրիվ մնացել է։ Ու սա գերակատարում է բյուջե։ Ինչ ուզում, երբ ուզում ասում եմ։ Ոքին քանի որ մի քիչ թվերեցել ունի Նարեկ Կարապետյանը, ինքը վերցնում է թվերը դնում է կողքել, ասում դու այսքան 1.5 միլիարդ դոլարի քո ֆինանսական բաժինն է ասում 1.5 միլիարդ դոլարի 1.5 միլիարդ դու դեֆիցիտ ունես։ Քո բյուջեն ընդամենը 7-8 միլիարդ է։ Դու 1.5 միլիարդի դեֆիցիտ ունես, դու ո՞նց կարող ես օգտվել։ Փակել։ Բայց ինչ է Նիկոլի համար թիվ ասել ինչ է, ինքը 35,000 մարդ է պատգե։ Շուշին հանձնել է, որ 35,000, այդքան զոր չի եղել դա, բայց ինքը այդքան նկատողել է փրկի։ Իսպանիան հայտարարել է, որ հարկել է բոլոր դնաց մուտքը, ովքեր կապված են Գազայում ցեղասպանության հետ։ Ովքեր զինվորականներ, քաղաքական գործիչներ, արգելացը մուտքը Իսպանիա։ Այս իմաստով Իսպանիան առաջատարներից է։ Դե ամերիկյան Նիկոլին համար ինչ ասեմ։ Ինքը գիտեք ինչ ասում։ Հերթական անգամ հայտարարել է բանը հաղթանակի մասին։ Ինքը հաղթարել է։ Հա։ Ու արդեն ինքը տոտալ կոնտրոլ ունի բանի Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Վերջ։ Ու
ինքը մտադիր է այս վիճակը պահել։ Ճիշտ է, Իրանում այս մասին դեռ տեղյակ չեն, էլի։ Ու ասեմ ավելին, ոչ միայն տեղյակ չեն, զարմանում են, թե բա դու քո կոնտրոլի տակ է, բա այդ ավիակիրդ ինչի ես վախեցած ստանում այդտեղից։ Դե թող մնա։ Հիմա փոխարինում են դա Ջերալդ բանը ավիակիրով, որը էլի խփել էին, վնասել էին, որը երկար ժամանակ էր կանգնած էր Հունաստանում։ Հիմա վերանորոգել են, հետ են ուզում բերեն այնտեղ։ Բայց թող մնաց։ Ամենահզոր ավիակիրը 7 հոգի մեռավ ընդամենը 2-3 օր առաջ։ Անես վնաս է տված, չէր կարող աշխատի երևի։ Մի կերպ կհասնեն հիմա Ամերիկայի մեծ հնարներ։ Բայց ինքը հաղթել է։ Ինքը արդեն երևի 43-րդ անգամ հաղթել է արդեն իրեն։ Եվ ուղղակի որպեսզի հաթաթ չանադառնամ այդ շիզոֆրենիկի բաներին, նոր մտքի թռիչքներին, ասեմ ինչա կատարվում։ Ինքը ուզում է հանձնվի։ Ինքը գիտի, որ դեղ անելիք չունի։ Բայց չի կարա։ Չեմ թողում։ Ինքն էս բանի վրա է նստած ռումբի, որը կոչվում է Էփստինի, այն մանկապիղծի փաստաթղթեր, որտեղ ինքը ամենագլխավոր մանկապիղծն է։ Հրեշ, սատանիստ, երեխեքի մի սոալուն խմող, երեխա բռնաբարող, հրեշ։ Ինքը դրա վրա է նստած։ Հենց ինքն ասում է, վերջ դնում ենք բարիշելու, հաջորդ օրը ասում է, ինչ եք խոսում, մենք պետք է հաղթենք իրենց։ Օրեկան արդեն 43 քանի անգամ ինքը հաղթում, էլի։ Բայց այսօր տհաճ բան է եղել, շատ տհաճ բան է եղել իր համար։ Ամենակարևոր, ամենամեծ մարմինը, որը կոչվում է Ներկայացուցիչների պալատ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որոշում է կայացել, ի վերջո անցկացել է որոշումը ու պարտադրում է Թրամփին հետ բերել ամերիկյան զորքերը։ Ինքը հիմա ապալ-թափալ կներեք այս բառից համար շտապ ուզում է Ջերալդ Ֆորդ բանը ավիակիրն ուղարկի, որովհետև մեկը հանուն է մոռանում են դեսի։ Այն ամենամեծը հետ է գալիս վնասվածը։ Բայց արդեն բան ուղարկել են, որ սենատը հաստատի։ Եթե սենատն էլ հաստատեց, որ զորքերը պետք է հետ բերես, ու այդ պատերազմը մերը չի, դա նշանակում է եւս մեկ անգամ վերջացավ։ Մենակ այն հանգամանքը, որ Ներկայացուցիչների պալատը արդեն ընդունել է, որ իրենք փաստորեն այնտեղ հարց չեն կարող լուծեն եւ այս պատերազմը պետք է ավարտվի, զորքերը պետք է հետ բերի, որովհետեւ կորուստներն է շատ։ Իրանց ամենաառաջնային, ամենաիդեալական, այն ոսենց ասում են, սուպեր դրոնն է խփել Իրանը, իր տարածքում։ Այն որ ոչ երևում է, ոչ խտնվում է, Իրանը խփել է։ Երեք ցույց տվեցի, այս բանը շարժիչով, բանով, մոդելով, չէ՞։ Հիմա արդեն Ներկայացուցիչների պալատն է ընդունում, որ իրենք պարտվել են, իրենք չեն կարող շարունակել այնտեղ պատերազմ։ Մնում է սենատը հաստատի։ Հիմա երկու տարբերակ կա, կամ կհաստատի ու կպարզվի, որ Նետանյահուն էլ է պարտվել Թրամփի հետ, կամ չի հաստատի, այս պատերազմը մի քիչ էլ կերկարի, ավելի շատ դիակ կգա, բայց միևնույն է, հաստատի թե չէ, նոյեմբերի այս միջնաժամկետ ընտրություններին Թրամփը իմպիչմենտի է ենթարկվելու այս արդյունքում, որովհետև բոլոր նոր տեխնացուները, ովքեր հաղթում են, ինչպես ես ամիսներ ասել եմ, բոլոր հաղթող տեխնացուները լինելու են հակա Թրամփ եւ հակա Իսրայել։ Իսրայելը զրկվելու է եւ քաղաքական աջակցությունից եւ ամենակարևորը փողից տարածաշրջանում մնալու է հաղթած Իրանը։ Ինքը արդեն հաղթած է եւ դա ընդունում արդեն Ներկայացուցիչների պալատը։ Ասենք ընդունի չընդունի դա իրականություն է։ Բայց Հայաստանում եւ Ադրբեջանում դեռ չեն նկատել դա։ Նենց է, որ ես նայեմ, ոչ մի բան չեն տենում, էլի։ Այն աստիճան չեն տենում, որ Իրանի արդեն ռազմական բարձրագույն ղեկավարությունն է խոսում, գլխավոր շտաբի պետի խորհրդականն է ասում, լսեք, եթե մի զորք, մի բան մտավ, մենք ուղղակի ռազմական միջամտություն կունենանք այդ տարածքում։ Արդեն բառացի, ասում են, ուղիղ խոսքը հիշում եք, չէ՞, որ կենթանուն են ասում։ Երեք ասեցին ընդամենը։ Ու ես չեմ կասկածում, որ իրանք կանեն նաև, որովհետև 1 տարի է իրանք հետևողականորեն կրկնում են նույն բառերը, մոտավորապես ասենց։ Մի օր ասում են կխառնենք հողի հետ։ Մի օր ասում են անընդունելի է։ Մի օր ասում են սա մեր կարմիր գիծ է։ Հետո վերջում ասում են լսեք, ռազմական միջամտություն կասենք։ Վերջի բառը եղել է ռազմական միջամտություն։
մի հատ բան մտավ ամերիկացին դեր, ուրեմն սա է լինել։ Բայց Նիկոլ Փաշինյանը դեռ չի լսում։ Ոչ Ալիևն է լսում, ոչ Նիկոլն է լսում։ Շարունակեք։ Բանակեք թրիպի մասին խոսալա։ Նա ցանայինք էլի։ Մատ վերադառնանք մեր հայրենիք։ Վերադառնանք մեր հայրենիք։ Նայեք։ Մեր հայրենիքն է։ Աստվածային պատկերներով։ Սիղարսն է, ես էլ եք ցույց տվեցի։ Այսօր ուզում եմ ձեզ ցույց տամ նաև Արդահանը նայեք։ Այսի Արդահանն է։ Սա մեր հայրենիքն է, ժողովուրդ։ Մենք սենց անտեր ենք թողել մեր հայրենիքը։ Իսի Արդահանն է։ Իսկ սա Վանը։ Ու մենք այսօր սենց նայում ենք արդեն հեռվից Գանձասարին, Դադիվանքին, Տնջրե ծառը, Զոնտիկները Շուշիի տակ, Ղաջանցեցոց եկեղեցին ընդհանրապես Շուշիին, Ստեփանակերտը, ամեն ինչ որ կան։ Վաղը նույն ձևի կարող նայենք Սևանը։ Որոնչի, որովհետև մենք նայում ենք Վանը, չէ՞։ Ինչի Վանն է։ Остров Ахтамар. Остров Ахтамар на озере Ван в Восточной Анатолии в X веке стал одной из важнейших резиденций армянского Васпураканского царства. На острове расположена церковь Святого Креста, которая была построена в том же веке. Церковь считается одним из важнейших памятников средневековой армянской архитектуры. Как и многие другие объекты армянского культурного наследия, Ахтамарский монастырский комплекс после 1915 года был разграблен и пришел в упадок. Десятилетия позже, в 1900 Այս պատմությունը նա մասին է, ոնց են 1951 թվականին ուզում պայթեցնել սա քանդել։ Ես սրա մասին իմանում մի հատ քուրդա թուրք գրող հեղինակություն, որը նենց աղմուկ է բարձրացնում, որ չի ստացվում այդ ժամանակ։ Չեն անում, ուղղակի չեն անում։ Միջամտություն է լինում տարբեր դեսպանատներից, բան, որ չի կարելի անել 10-րդ դարի կառույց արա Ախթամար անում։ Որ հետագայում նույնիսկ վերանորոգվում է 2006 թվականին կարծեմ։ Արդեն Էրդողանի ժամանակ։ В 1951 году турецкие власти приняли решение снести церковь окончательно. Работы по разрушению уже начались, когда на остров прибыл молодой 28-летний Այս ամեն ինչի մեր կարող է սենց հերվից նայեն, գիտեք ինչին։ Ախթամարին։ Որտե մենք էլ ունենք Ախթամար։ Սևանում։ Անդե Վանում ունենք Ախթամար, Վանալեջում։ Սե Վանում ունենք Ախթամար։ Սենց կարող է մեր Սևանի նայենք։ Չէ՞ որ իրանք ասում են այդ Գյորջան մերն է, Հայաստանը մերն է, Ադրբեջան արան։ Մենք ինչքան ենք սենց հերվից նայելու, քիչ-քիչ։ Ինչի՞ց է սա։ Միջև երբ մենք են լիմուրների չափեր չկանք։ Գիտեք, բնությունը բալանս է սիրում։ Թույլ օրգանիզմները չեն կարող, եթե նա դիմադրողականությունը կորցրել է, պետք է մեռնի։ Սենց է։ Ազգի դիմադրությունը ցանկացած, դա ազգային ինքնությունն է։ Ազգային ինքնությունը կորցրած ազգերը մեռնում են, դառնում են պալարտանյութ այլ ազգերի համար։ Ավելի երիտասարդ, ավելի ագրեսիվ, մանավանդ որ այդ ագրեսիվ երիտասարդ ազգերը պատմություն չունեն։ Մեկից պետք է խլեն թե չէ։ Հա? Հիմա հարմար զոհ անգել իրանց ձեռքը, որն ասում է ամեն ինչ տա, մի փոքր խաղաղություն լինի սանով, էլի։ Ասենք այն լիմուրների ուղեղներ չունի, էլի, գոնե բնազդնել են։ Եթե մեր մեջ դիմադրողականությունը մերժել է, որը կոչվում է ազգային գիտակցություն։ Նշանակում է մենք արդեն պալարտանյութ ենք
բայց մեզ չեն ասում, որ տրամադրություններս չեն գնի։ Հաշվի առնելով, որ մենք պարբերաբար ենք ելնենք այս վիճակի մեջ, բայց այնուամենայնիվ դուրս ենք եկել այս վիճակից։ Ծնվել են, էլի, Անջանիկն ա ծնվել, Նժդեհն ա ծնվել, Մոնթեն ա ծնվել, Վազգեն Սարգսյանն ա ծնվել, Ազգազյան Լյունիդը ծնվել, ասես չեղածներից, ոչ մեկ չես սպասում, ինչ իմանա, որ կիբերնետիկա, ֆիզիկա պետք է դառնա փիլիսոփա առաջնորդ մարտի դաշտում։ Դա Այլանդի Ազգազյանն էր։ Կամ Մոնթեն, որ մինչև 7 տարեկան չի խոսել հայերեն, չի իմացել, որ ինքը հայ է նույնիսկ։ Ազգային ինքնություն չի ունեցել այդ մարդը։ Չի իմացել, որ ինքը հայ է։ Մինչև 7 տարեկան։ Հետո պետք է տարվեր բուդդիզմով, հետո դառնար հրամանատար, փիլիսոփա ու ասեր, որը մենք գործեցինք Արցախը, այն օրը շրջենք Հայաստանի վերջիներին։ Ու հետո ինքը կդառնար կեղծ հեղափոխության սիմվոլ, իր վիրավոր ձեռքով, պատկերացնում եք էս փապիրցը ում կերպարը բացեցելի։ Ձեռը կապեցին, սենց ինչա սենց ինչ-որ մի հատ փշալարի էր կպի իբր։ Ասել էին գնա կապի, որ ձեռը կապենք, Մոնթեի բանը դու էլ պարապալի նման քեզ սարքենք անենք ընդեղել։ Ինչ է։ Հաշվի առնելով որ մենք այս ամբողջը անցել ենք, տեսել ենք։ Գուցե հնարավոր է, հա։ Գուցե հնարավոր է փորձել մի բան։ Ես սանով ուզում եմ ավարտեմ, մտնենք այս աղջիկը։ Օսմանյան կայսրությունում առաջին թուրքերեն օպերան գրել է հայ կոմպոզիտորը, իսկ Սուլթանն անձամբ է նրան շքանշան պարգևել։ Խոսքը հռչակավոր կոմպոզիտոր Տիգրան Չուխաջյանի մասին է, ով փայլուն կրթություն ստանալուց հետո Իտալիայում վերադառնում է Ստամբուլ եւ հեղափոխություն անում օսմանյան երաժշտության մեջ։ Երբ Չուխաջյանը գրում է Արշակ B առաջին օպերան, Սուլթան Աբդուլազիզը այնքան է ապշում նրա տաղանդով, որ հայ կոմպոզիտորին շնորհում է Օսմանիե պատվավոր շքանշանով։ Բայց ամենահետաքրքիրը 1875 թվականին էր, երբ Չուխաջյանը գրում է Լեբլեբիջի Հոր աղա առաջին թուրքերեն օպերետը։ Քանի որ մուսուլման կանանց արգելված էր բեմ բարձրանալ, թուրքերենով կանանց բոլոր դերերը երգում էին հայ դերասանուհիները։ Արդյունքում Ստամբուլի ամբողջ էլիտան եւ փաշաները գալիս էին թատրոն լսելու թուրքերեն օպերա հայկական ակցենտով։ Հետևեք իմ ինստագրամյան էջին։ Հետևեք Տիրուհի Բայբուրցյան, ես արդեն հետևում եմ, ես գիտեք չէ, որտեղ ինչ-որ մի լավ բան տեսնում եմ, պայման ինքս եմ հետևում եւ սանդհաստում եմ ձեզ։ Եվ այսպես Ադրբեջանի առաջին ազգային օպերան գիտեք ով է գրել։ Ազգությամբ հրեա գլիերը, որովհետեւ սովետական միության ժամանակ շնչը որպեսի ցույց տային արտասահմանին, որ անիտոժե լուծի Երիտասարդ կոմպոզիտորներին գործողում էին այս կողմում, որ այդ միջինասիական պետությունների, հետամնաց պետությունների համար բաներ օպերաներ գրել ազգային։ Եվ այդպես Ադրբեջանում հայտնվեց Գլիերը, ազգությամբ հրեա, որը Պրոկոֆիևի աշակերտներից էր, միջինասիական երկրների համար էլ ինքը օպերաներ գրել, ազգային իրենց։ Ոնց է Լեյլում Լեյլա, Մեջլում են Լեյլա, Մեջլում եւ Լեյլա, հետա ազգային օպերան իրա։ Ադրբեջանի, որը ադրբեջանցի չի գրել, որտեղ իրանք չգիտեն կոմպոզիտորի շփանա, որտեղ իրանք օպերաներ, թատրոնը, դա հայկական էր, Բաքվում։ Հասան Թուրքիայում էլ առաջի թուրքերեն օպերաների հայերեն են գրել, Տիգրան Չուխաջյան, 19-րդ դարի միջին, նա սովորեց Իտալիայում ու վերադարձավ, Ստամբուլից էր։ Սովորեց, վերադարձավ ու գրեց առաջին հայկական օպերան։ Առաջին հայկական օպերան դա ամուշի չի։ Հենց Արշակ B-ն, Արշակ II-ն։ Բայց քանի որ Սուլթանի ժամանակ մեծ էր, բանա ճնշումը, հա, եւ ցենզուրան, հասկանալով հանդերձ, որ դա ամբողջությամբ չեն թույլ տա վերելու։ Ինքը Արշակ B-ն օպերան, այս աղջիկ ուղակի բանը լիարժեք չի այստեղ ցույց տալի, Արշակ B-ն օպերան ներկայացրեց որպես Օլիմպիա, ոչ թե Արշակ B։ Պատմությունը Արշակ II-ի մասին էր, Պապ Թագավորի հոր, հա,
դրա մասին էր, բայց Օլիմպիա էր կոչում օպերան։ Օլիմպիան դա արշակ երկրորդ կինն էր, Բյուզանդիայի թագուհի։ Ինքը երկու կին ուներ։ Փարանձեմը եւ Բյուզանդիայի հետ հարաբերությունների համար Օլիմպիան էր իր երկրորդ կինը, որը ըստ ավան բաների իբրև թույնավորել են դիտան, դե արդեն էական չի։ Ինչ որ է, Փարանձեմը հենց բանի մեր պապ թագավորի մայրն էր, որին եկեղեցին ասում էր կախարդ, մեր եկեղեցին։ Մի խոսքով, այնտեղ մեծ մոնտաժներով է ներկայացվել բանում, ամբողջական չէ, որ չզգացվի ազատագրական պայքարը, բան, մի խոսքով էլի։ Կարողացել են մի ձևն էս մոգոնեն, անունը փոխեն, մի բան ներկայացին, բայց օպերան մնացել է, օպերան կա, գրված է եւ ենթադրում եմ, որ մեր օպերային թատրոնին դեռ գնում է։ Իսկ երկրորդ ընդհանրապես Դեբլեբիջին դա Կադինեն է հայտնի օպերան, որ էլի հայ կենցաղի մասին է, բայց քանի որ ինքը հայկական կենցաղ էր, եւ դա անցալել էր իրենց համար, մանավանդ որ դա թուրքերեն էր, իրենց համար սովորական էր, որ հերոսների անունը պետք է լիներ հայկական, ասենք։ Դե, ինչ որ է։ Եվ փաստորեն թուրքերը գալիս են հայկական օպերա լսելու։ Թուրքերը գնում են այդ Կոմիտասի համերգին։ Հա, մի զարմացեք։ Ամբողջ թուրքական էլիտան, ռազմական, քաղաքական էլիտան գնում էր Կոմիտասի համերգներին։ Բոլոր։ Բա ուր գնային, բա ինչ պետք է անեին։ Ում պետք է լսեին։ Օպերան հայկական էր, համերգները հայկական էր։ Նույնիսկ Ստամբուլից փախած որբերը 12-13 տարեկան ջութակահարները բանում Երուսաղեմում արկեստրում էին։ Ստեղծեցին այդ ցեղասպանությունից հետո Երուսաղեմ, որտեղ հետո բանը բոդերիկ ամենասած Եթոպիայի թագավորը գալիտենում է, երեխեքին հավաքում ու տանում է, շատ է հավանում, այդ որբը երեխեքին 13-15 տարեկան պատկերացնում եք, հավաքում տանում է Եթովպիա, որ Եթովպիաներն ունենա նվագախումբ։ Ինչ որ է, սա մեր ժառանգությունն է ու սա մեր պատմությունն է։ Որ մի թուրք բերան է բացում ինչ-որ բանի մասին խոսում է, այս մանրամասները պետք է իմանալ։ Ասել արա, այ Սելջուկ, կամ այ Մանկուրտ, այ Քոչվոր, եթե դու հայ չես, որի մասին դու չգիտես, եթե դու թուրք ես, ուրեմն գոնե առնվազն պետք է իմանաս, որ դու ինչ ունես ստեղծած տարերիցդ միջև ազգային առաջի օպերան, չասենք ազգային, միջև քո առաջի թուրքերեն լեզվով օպերան, սաղի հեղինակը հայերն են եղել։ Այսօր քո կառավարությունը, որ ապրում է շենքերում վերընկած, դրանք հայերի շինություններն են, բալյանների։ Հասկանում եք, դուք ամբողջ այսօր դուք ցույց եք տալի, հիանում եք այս ամրոցներով սարքել եք տուրիստական վայրեր, հա? Պորտասարից սկսած, սա հայկականն է։ Դրա դեմ հնարավոր չի առարկել։ Պետք է իմանալ սա։ Դե հիմա մեզ պատկերացեք, ով ենք մենք, հա? Ինչեր ենք ստեղծել, հիմա արեք մի պահ, մտեք խորհրդարան, տեսեք ինչի մասին է խոսում։ Ու պարզվում է հայոց կաթողիկոսը ինքը բան չի, հոգևորական չի։ Նամազ ոռնացողն է հայկական Հայաստանի ազգային ժողովի իշխանության պատգամավորի համար հոգևորական է։ Մինչդեռ հայը Թուրքիայում հայերեն երկեց Աթաթուրքի մոտ Հակոբը։ Մտածելով կողոյում կախեն դրա համար։ Կախեն, տենց էր, որ ամեն մեկը մի եման երկում էր, ինքը հայերեն երկեց։ Այն էլ Անդրանիկ Զորավարի մասին։ Հայաստանի ազգային ժողովում խոսում են սրբություններից եւ որպես հոգեվորական նշում են ոչ թե իրանց կաթողիկոսը, մեր կաթողիկոսը ոչ մեկը են պիրծ են բանը նամազ ոռնացողն է հոգեվորական։ Համատեցիք անկումը։ Դե ընտրություններ մեկն է, կամ էսի շարունակում ենք հանդուրժել, կամ չենք շարունակում։ Ով ուզում է միանա։ Ես չեմ հանդուրժելու, ինչքան ռեսուրս կա, քանի կյանք կա մեջս, ես չեմ հանձնվել։ Բոլոր նրանց հետ, ովքեր չեն հանձնվելու։ Եթե մենք բավարար քանակությամբ ենք, ուրեմն մենք պետք է սարսեն լուծում տանք։ Ես այս լինքը կարող եք գտնել տակը, գտնեք ու միացեք։ Գրեք ինձ, ձեր որտեղ եք ապրում,
կարող եք դառնալ մեր ներկայացուցիչը ձեր քաղաքում, թե ընդհանրապես ուզում եք աջակցի կարգավիճակում։ Ցանկացած ձև լավ է, ընդունելի է։ Մենակ եկեք մի բան անենք իրար հետ։ Այսօրվա համար այսքանը։ Կան մսը։